Ըստ պաշտոնական տվյալների, առաջին լեհ ընտանիքները Հայաստանում հայտնվել են 19-րդ դարի երկրորդ կեսին։ Հայտնի է, որ լեհերը փորձառու զինվորներ էին և ծառայում էին ցարական բանակում, մասնակցում Հարավային Կովկասում և Թուրքիայում մղված ռազմական գործողություններին։ Հայաստանում հաստատվելու հիմնական պատճառը հայուհիների հետ ամուսնությունն էր։ Այդպես է Հայաստանում հայտնվել նաև Մարտին Գրաբսկին, որի տոհմը խոր արմատներ է գցել Հայաստանում։ Նրանց օտար արմատներ ունենալու մասին մատնում է միայն ազգանունը։ Գրաբսկիներին Հայաստանում շատերն են ճանաչում, բայց քիչ բան գիտեն նրանց լեհական արմատների մասին։ Այժմ Արթուր Գրաբսկու հետ հանդիպմանն եմ շտապում։ Դեռևս երբ որ ընդունվում էի բժշկական ինստիտուտ, հարցազրույցներ կար այն ժամանակ, բացի քննություններից, եւ որ հարց կար, թե ինչի եք բժիշկ մասնագիտություն ընտրել, ասացի, որ ես մանկուց մեծացել եմ ոչ թե միայն բժշկի ընտանիքում, այլ պապան, երբ որ երիտասարդ բժիշկ էր, Ջավախքի մի քանի գյուղերի հիվանդանոցում էր աշխատում եւ մենք ապրում ենք հենց հիվանդանոցին կից բնակարանում, այսինքն մի շենքի մեջ էր։ Եվ պատկերացրեք, եթե բժիշկը ապրում հիվանդանոցին կպած, այսինքն մեր ցերեկ թե գիշեր, աշխատանքային օր թե ոչ, միակ բժիշկն էր ինքը, մոտ 5000 բնակչություն ունեցող համայնքի մեջ եւ բոլոր հարցերով էին իրեն եւ թերապևտներ եւ վիրաբույժներ եւ գինեկոլոգներ եւ ատամնաբույժներ ամեն ինչ եւ մենք ինչ ինձ գիտակցել եմ, մեծացել եմ այդ միջավայրում մինչեւ դպրոց գնալ, այսինքն ուրիշ ձև չէի էլ պատկերացնում եւ իհարկե դա կապ ուներ։ Արթուր Գրաբսկի գերազանցությամբ ավարտել է դպրոցը, ապա 1996 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանը ոչ միայն գերազանց, այլև անվանական կրթաթոշակով։ 1999 թվականին ավարտել է Առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի ռեզիդենտուրան։ Բազմիցս վերապատրաստվել է Ռուսաստանի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի առաջատար ուրոլոգիական կլինիկաներում։ Ավելի ուշ նաև գործարարի և տնտեսագետի մասնագիտություն է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Արթուր Գրաբսկին այսօր Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավարն է, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգը։ Մի քանի նորարարությունների հեղինակ է։ Շատ մեծ է պրոֆեսոր Գրաբսկու ներդրումը հայկական ուրոլոգիայում։ Ես միգուցե դժվարանամ ասել, թե այն բոլոր բարձր տեխնոլոգիական մեթոդները, որոնք կիրառվում են մեր ուրոլոգիական բաժանմունքում, դրանցից որն է առաջինը առաջարկվել Արթուրի կողմից կամ որն է զարգացվել, ուղղակի ես գիտեմ, որ նա անցել է ուրոլոգիական շատ բարձրակարգ դպրոց, ունեցել է շատ լավ ուսուցիչներ, իդեմս պրոֆեսոր Աղաջանյանի, իդեմս պրոֆեսոր Կարո Դերցակյանի Միացյալ Նահանգներից եւ նաեւ ճանաչելով իր նախանձախնդիր եւ բարձր ինտելեկտուալ տեսակը, կարող եմ ասել, որ այսօր մեր լավագույն ուրոլոգներից մեկն է։ Ինքը հիմնականում զբաղվում է բարձր տեխնոլոգիաներով, բայց իմացեք, որ ավանդական բժշկության գիտակ է եւ բավականին լուրջ խնդիրները մեր հիվանդների հետ կապված մենք աշխատում ենք խորհրդատվություններ կազմակերպել հենց կոնկրետ իրեն հետ։ Սկզբից որ աշխատում էինք սկզբնական տարիներին, ինքը բոլոր իրեն հայրենակիցներին Ջավախից եկած բուժառուներին ինքն էր ներկայացնում եւ ուղեկցում, մեծ զարմանք էր առաջացնում, որ ինքը այդքան ուշադիր է։ Պարզվեց, որ ինքը այդպիսի ուշադրություն է հատկացնում բոլոր իրեն հիվանդներին, բոլոր նրանց, ովքեր իրեն դիմում են։ Այսինքն միաժամանակ լինելով շատ կոմունիկաբել, շատ հոգատար բժիշկ, նրան ճանաչում եմ նաև որպես ղեկավարի համար անհրաժեշտ չափի մեջ, նաև որպես խիստ ղեկավար բաժանմունքի եւ կարծում եմ, որ այդ խստությունը այնքանով ինչքանով որ անհրաժեշտ է նման բաժանմունք ղեկավարելու համար Արթուրի մեջ շատ
հարմոնիկ համադրվում է իր մարդկային բարձր որակների հետ։ Բժշկի բարձր կոչման ու գնահատականի հետ մեկտեղ Արթուր Գրաբսկին իր գործի իսկական նվիրյալ է, որն ամեն օր իր հիվանդների հետ հիվանդանում ու առողջանում է, օրական մի քանի բարդ վիրահատություն անում։ Շատ լավ գիտեմ հորը Մկրտիչին, Արթուրին Մկրտիչի, Գրաբսկուն, որոնք արդեն մի քանի սերունդ առողջապահության բնագավառում են։ Հերը հայտնի բժիշկ է, բժշկական բնագավառի կազմակերպիչ, հորեղբայրը, հորեղբոր տղեն, իսկ Արթուր Մկրտիչի Գրաբսկին չներկացնեն, որովհետև ինքը հայտնի պրոֆեսոր է, Հայաստանի սահմաններից դուրս, Եվրոպայի մակարդակով, Եվրոպայի առողջապահության բնագավառներում հայտնի ուրոլոգներից է։ Որպես մարդը, որը երբեք չունի, դժգոհ է, դեմքին դժգոհության, այսպես նույնիսկ երևույթներ էլ չկան։ Նա եւ բարեհամբույր է, եւ ընթառաջող է, եւ ձեռք մեկնող է, եւ բժիշկին առաջինը պետք է հավատաս, նոր բուժվես։ Այդ բժիշկը Աստծուց տված է։ Այ Արթուր Գրաբսկին բժիշկ է, որը տված է Աստծուց, իր ձեռքերի բուժման առողջացնող, ուրեմն Աստվածատուր շնորհքով եւ նորից եմ ուզում շեշտեմ իր մարդկային տեսակով։ Բարեհամբույր, մտավորական, ճիշտ եւ չմոռանանք, որ մարդու համար խիստ կարեւոր է բժիշկ կլինի, քաղաքական աշխատող, արվեստի գործիչ, արմատն է կարեւոր։ Այս մարդկանց արմատը շուրջ 300 տարի իրենց հայտնի է։ Այդ թվում իր նախուպապը, որը եկավ Արևելյան Հայաստան, Վրաստան, այդ թվում Ջավախքը գտնում է Վրաստանի տարածքում, ինչքան պետք է ունենալով ծագում, ֆինանսական հնարավորություններ, ինչքան է սիրե հային եւ իր հիմիկվա Արթուր Գրաբսկու մեջ արդեն մի 7 սերունդ հայկական այրում կա։ Այդ թվում իր տատը եւ տատու մայրը Գոմցյաններ են, մեր արմատներից։ Պետք է ողջունել նման մարդկանց արմատներով, մարդկանց տեսակը։ Համայնքի ակտիվ մասնակիցներն են, հիմնադիրներն են, տիկին Կատերինա Իսահակյանը, ով հիմնել է Պոլոնիան, լեհական համայնքը, պանի Ալլա Կուզմինսկան, ով 20 տարի, այո, համայնքը ղեկավարել է։ Դուք եք։ Ես եմ, այո, արդեն 8 տարի, 7 անցել է, եւ մնացածը համայնքի անդամներն են։ Պատմություն 1850 թվականից է սկսում։ Ունենք փորձում ենք ծառ արդեն մասնիկներ արել ենք։ Շուտով երևի նկարիչներ հետ պայմանավորվել եմ, ծառը կգծե եւ մենք ունենանք այն Լե Գրաբսկի Մարտինից եկած իր սերունդը։ Իհարկե բոլոր մամաները հայեր են, անունները կան, հին հայկական անուններ են, Շուշանիկ, Պորոմսիմա, Անթարամ, այդպես կանանց հետ են մամաները եւ վերջ եկել հասել ենք ստեղ։ Այս ամենահին նկարն է, որ այդ Լե Մարտինի տորն է։ Արև ձեզ։ Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Նախ բարով եկաք մեր տուն։ Շնորհակալ եմ շատ։ Այսօրվա առիթով մենք տանը պատրաստել ենք, փորձել ենք պատրաստել տիպիկ լեհական սեղան թեյի հետ եւ իմ շատ սիրելի տիկին Մանանան իր միգուցե առաջի փորձերն էր լեհական թխվածքների պատրաստման, ինքը թող ներկայացնի ինչը պատրաստել։ Տիկին Մանանա, խնդրեմ,
Նախ շնորհակալ ենք պատրաստելու համար։ Ինչ եք պատրաստել։ Փորձել եմ պատրաստեմ ավանդական լեհական թխվածք, դա խորոստն է, Պոլսկի խորոստը կոչվում։ հա, եւ պիրոգ մազուրկա է կոչվում, հա։ Այո, տիպիկ լեհական ուտեստ է։ Հա, հյուրասիրել։ Տիկին Մանանա, հաշվի առնելով ձեր ամուսնու լեհական արմատները, ընտանիքում որևէ սովորույթ կամ ավանդույթ լեհական պահպանում եք կամ գուցե նոր եք ձևավորում։ Թխվածքը կարծում եմ հրաշալի օրինակ է։ Սկիզբն է արդեն, հա։ Ճիշտն ասած, մենք միշտ ուզեցել ենք, որ մեր դուստրը Վիկտորիան այցելի լեհական այդ Կիրակի օրվա դպրոցը, սովորի լեզուն, ինձ թվում է մենք պապարերը, երգերը, հա, որտեղ ուղղակի ինքը հիմա մի քիչ ծանրաբեռնված է դպրոցում, բայց ինձ թվում է դա անպայման մենք պետք է անենք, իրականացնենք։ Վիկտորիա, ուզում եք սովորել լեհերեն, ուսումնասիրել լեհական մշակույթը։ Հա, կարծում եմ ինձ շատ հետաքրքիր կլինի, քանի որ ես սիրում եմ լեզուներ ուսումնասիրել եւ կուզենայի ուսումնասիրել նաեւ լեհերենը։ Պարոն Գրաբսկի, մի այսպիսի հետաքրքիր թել է կապում Հայաստանում ապրող լեհերին, գրեթե բոլոր լեհ տղամարդիկ ամուսնացել են հայ կանանց հետ, ինչպես եւ ձեր պապիկին Հայաստան է բերել հենց ամուսնությունը, կարելի է ասել, դուք եք շարունակել ավանդույթը։ Ինչպես տեսնում եք, փաստը դեմներս է եւ ամուսնացած եմ հայ կնոջ հետ։ Եվ ինձ թվում է նմանություն կա, որովհետև ինչպես հայկական ընտանիք, այդպես էլ լեհական, իրենք շատ տրադիցիոն եւ ընտանիքապաշտ ազգեր են եւ մեջը նաեւ խստությունը կա, որ այդ պատրիարխալ մասը, չնայած որ Լեհաստանը Եվրոպայի մեծ երկրներից մեկն է, բայց այդ մասը պահած է, ինչպես նաեւ իրենց քրիստոնյա հավատքը։ Եվ միգուցե դա էլ է հանդիսացել մաս, որ մեր այդ նախապապը ընտրել է հայ կնոջ, որի ում հետ ամուսնացել եւ մենք մեր սերունդները հայտնվել են այստեղ Հայաստանում։ Երբևէ Լեհաստանում եղել եք, այցելել եք այնտեղ։ Այո, քանի որ գիտեք, երբ որ տարբեր ընտանիքների մասին խոսում ենք, որ ասում եք ինչի է լեհականը պահպանված եւ այլն, ծնված օրվանից, երբ որ դառնում ես հասուն ինչ որ ընկալող ընտանիքի խոսակցությունները, որ մեր այս պապի պապը լեհ էլ, որ եկել է այստեղ մնացել եւ ազգանունը, որը Հայաստանում միշտ որ դպրոցական արդեն ժամանակից ստիպված է տար ասես, որ ճիշտ գրեն, որտեղ ծանոթ պատմություն է ինձ եւս։ Եվ այդ թելը միշտ կապել է, երբ որ առիթ եղավ արդեն բժիշկ էի, առաջի անգամ արտասահման սովետի տարածքից դուրս եկած ժամանակ 1998 թվին էր Բարսելոնայի մեծ կոնֆերանս էր ուրոլոգիական եւ երբ որ նստած էինք դահլիճում իմ հետևը մի շարքով նստած էին Լեհաստանի բժիշկները եւ երբ որ շուրեկա բեջի վրա տեսան որ գրած էր իմ ազգանունը Գրաբսկի ասում են լեհ եք դուք ասի հա ծագումով լեհ եմ բայց ցավոք չգիտեմ լեհերեն ու ռուսերեն գիտեին, անգլերեն խոսացինք եւ իրենցից մեկը, որը մեծ կլինիկայի ղեկավար էր, հրավիրեց ինձ Վարշավա եւ այդ 98 թվին առաջի անգամ գնացել եմ Վարշավա, Վարշավայի բժշկական ակադեմիայում 2 շաբաթից ավել վերապատրաստվել եմ եւ առիթ եղավ շաբաթ կիրակի օրերը մեր ընտանեկան պատմությունը այնպես էր, որ թվում էր որ ծագումը Կրակով քաղաքից էր եւ գնացի Կրակով, որ տեսնեմ ինչ մեզ հետ կապող հարցեր կար եւ զարմանալի էր, բայց Կրակովում էր բնակվում Լեհաստանի հայ համայնքի ղեկավարը։ Նրա ազգանունն էլ չնայած ինքը հայ համայնքի ղեկավար էր, Տերլեցկի էր, լեհական էր լրիվ։ Եվ այդ մարդու հետ կարողացա հանդիպել այն թվերին չկար էս կոմունիկացիաների բաները շատ խոսացինք բան եւ այդպես առաջի փնտրտուկներ մեր
ծագումնաբանական եւ արմատների։ Վիկտորիա, իսկ ինչ է պատմել հայրիկը իր պապիկի մասին։ Արտյոմ Գրաբսկին եղել է շատ հայրենասեր մարդ, նա մասնակցել է մեծ հայրենական պատերազմին եւ հասել է մինչեւ Բեռլին։ Իսկ ինչպես են գրաբսկիները հայտնվել Հայաստանում։ Պատմությունը շատ հետաքրքիր է եւ ինձ թվում է այս առիթը կօգտագործենք, մի պատմված կգրենք, թե ինչպես հայտնվեց։ Հիմա մեր հին ալբոմի թղթերը բերեմ, որ նախ առաջի լեհը, որը հայտնվել այս տարածաշրջանում, Գրաբսկի Մարտինը, որը հին լեհական ազնվական ցեղից եղել եւ վերջերս են գտել հին ազնվական ցեղերի գրքի մեջ, թե որ տարածաշրջանից Լեհաստան եկել է եւ նույնիսկ ունենք մեր ընտանեկան գերբը, որը մոտավորապես 1600 թվականից հայտնի է եւ հիմա այդ գերբը եւ ես պատվով շատ իմ այցեքարտի վրա է դրած եւ որ տալիս եմ իմանան մեր ընտանիքի գերբն է։ Մենք ունենք պատմությունը մինչեւ իր թոռը, որը ծնվել է 1901 թվին, Գրաբսկի Ալեքսանդրը, հիմա իր նկարը ցույց կտամ այս մարդը եւ իր ընտանիքի նկարները, սա իր զինվորական հագուստով եւ իր որդին, իմ պապը, ում մասին Վիկտորիան խոսում էր, հայրենական պատերազմի հերոսներից, եւ այստեղ հասել է մեզ իմ պապիկի հայրիկի թանակամանը, որը ինքը այդ մոտ 130-140 տարի առաջ շատ գրագետ մարդ եղել եւ տիրապետել է ինչպես հայերեն, ռուսերեն եւ իր նույնիսկ ձեռացագիրը որ տեսնեք կալիգրաֆիկ ռուսերեն գրող մարդ, որը իր նույնիսկ այլ ոլորտներում որտեղ ինքը եղել է, իրեն դա բերել է մեծ հարգանք եւ ինքը այդ ջավախքի շրջանում եղել է բավականին բարձր պաշտոնյա, բայց բուն այն լեհը, որ եկել էր Գրաբսկի Մարտինը, ամուսնացել է հայ կնոջ հետ Շուշանիկ Պողոսյանի հետ, որից հետո ունենալով իր զավակները, ծնվել են արդեն իմ պապի պապը, իմ պապի հայրը, պապիկս, հայրս եւ արդեն ես 6-րդն եմ այդ սերնդի մեջ եւ մենք շատ պատվով մեր ազգանունը պայել եւ հպարտ ենք, որ այդ ազգի ներկայացուցիչն ենք։ Իդեպ ասեմ, որ իմ հայրն էլ լինելով լեհական ծագումով հրատարակել արդեն 6 հայերեն լեզվով բանաստեղծություններ, շատ որակյալ եւ իրեն բժիշկ լինելով մոտ 5 տարի առաջ հրավիրել են Հայաստանի գրողների միություն եւ տվել են անդամության, ասել են դուք արժանեք լինել գրողների միության իսկական անդամ, ցույց կտամ գրքերը։ Եվ հիմա ես կուզեի կարդալ ամենաառաջի գրքի եւ ամենառոմանտիկ եւ իմ սիրած բանաստեղծությունը, որը նաև փակցրած է իմ պատին աշխատասենյակի եւ երբեմն որ պացիենտները սպասում են կարդալով մտնում են եւ հուզված ասում են ձեր հայրիկի բանաստեղծությունը մենք հիացած ենք ափերի մեջ հորս ձեռքի կոշտուկները ճակճկած մանրակերտն են իմ ջավախքի անձեռակերտ քանդակված իմ մանկությունն այդ թմայիչ լեռնաշխարից իջավ ցած սկիզբ առած Փարվանայից անվերադարձ ուր գնաց Օտար ազգանունով, բայց իսկական հայի ոգով ու պատվախնդրությամբ նրանք ապրում են մեր կողքին ու ամեն օր բարիք են ստեղծում Հայաստանում Արթուր Գրաբսկի